Եղիշե Չարենցն ինչպես նպաստեց հրատարակչական ոլորտի զարգացմանը։ Հանճարեղ պոետը 7 տարի աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում Հայ Պետրատում, սկզբում որպես խմբագիր, ապա գեղարվեստական բաժնի վարիչ։ Գրքի հանդեպ մեծ սերը, գեղարվեստական բարձր ճաշակը եւ գրահրատարակչական գիտելիքները նրան թույլ են տալիս արագ համախմբել ժամանակի հայտնի գրողներին, նկարիչներին, հրատարակչական գործի մասնագետներին եւ նորովի հրատարակել նշանավոր գրողների գրքեր, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ մեկնաբանության դաշտում։ Այս գրքերը խնամքով կատարած եւ գրագետ աշխատանքի շնորհիվ ընթերցողին էին հասնում միանգամայն նոր որակով։ Չարենցն ասում էր. «Մենք պետք է ստեղծենք մերը, հայկական է, պետք է գիրքը վերցնես ձեռքդ եւ անմիջապես զգաս, որ հայկական է։ Մեր նախնիները ոսկի ձեռագրեր են թողել մեզ, չի կարելի նրանցից սովորել, իհարկե կարելի է։ Նրանք տեքստն ու նկարազարդումները ներդաշնակելու մասին են մտածել, այ պետք է գտնենք, թե ինչը ոնց են արել։ Եթե լուրջ մոտենանք, լավ նայենք, վերցնելու շատ բան կգտնենք նրանց մոտ»։ Այսպիսով Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ հրատարակվում է «Սասնա Ծռեր» էպոսի պատումների գիրքը, տպագրվում են ժամանակի մեծանուն գրողների ստեղծագործությունները հետաքրքիր նկարազարդումներով, խոսուն շապիկներով, որոնք Մարտիրոս Սարյանի վիրտուոզ վրձնի շնորհիվ առավել ընկալելի էին դառնում ընթերցողի համար։ Ի դեպ, Մարտիրոս Սարյանն ուներ գրքարվեստի իր սկզբունքային հետևյալ բանաձևը. գիրքը պետք է օժտված լինի ծավալի ու չափերի ներդաշնակ հարաբերությամբ, տեքստի ու պատկերների տրամաբանական միահյուսմամբ։ Շքամուտքի դեր կատարող սուպերշապիկն ու տիտղոսաթերթը պետք է հոգեբանորեն տրամադրեն գեղեցիկի աշխարհ մտնելուն։ Սարյանը պատկերազարդել է նաև դասագրքեր և մանկական գրականության նմուշներ։ Եղիշե Չարենցի շնորհիվ 20-րդ դարի գրահրատարակչության գործում մեծ ներդրում ունեցան ժամանակի մեծանուն արվեստագետները և փոխվեցին գրահրատարակչական չափանիշները։